Ողջույն, Բուն TV եթերում դիլեմա հաղորդաշարն է եւ ես Արեգ Քոչինյանն եմ։ Այսօր մենք խոսելու ենք ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններ ապագա թեմայով։ Իմ հյուրն են քաղաքագետ, ազատ փորձագետ Էդգար Վարդանյանը, բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար, եւ Էդգար Առաքելյանը, քաղաքագետ, բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Հարգելի հեռուստատիտողներ, թեման, որին մենք այսօր անդրադառնում ենք, շարունակությունն է նախորդի մեր ունեցած եթերների եւ այսօր փորձելու ենք կենտրոնանալ երկկողմ հարաբերությունների օրակարգի վրա, ինչպիսին են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, ինչպիսին կարող են լինել դրանց ապագան, ինչից է դա կախված։ Պարոն Վարդանյան, սկսենք ձեզանից։ Կուզենայի սկսել հետեւյալից, որ անկախ նրանից թե Հայաստանում ինչ ռեժիմ է հաստատված եղել, ըստ էության մենք հենց անկախության առաջին տարիներից սկսած ՆԱՏՕ-ի հետ փորձել ենք բավականին այսպես խորքային հարաբերություններ ունենալ։ Եվ այն հանգամանքը, որ փաստորեն Հայաստանը եղել է Ռուսաստանի դաշնակիցը, ռազմավարական, այսպես գործընկերը եւ այլն, փաստորեն չի խոչընդոտել Հայաստանին երբեք ՆԱՏՕ-ի հետ ունենալ որոշակի հարաբերություններ։ Իհարկե այդ հարաբերությունները կարող ենք ասել, որ խորացել են 2000-ականներից, տարբեր այսպես պրոյեկտներ են եղել, գիտենք, որ նաև Հայաստանը այսպես խաղաղապահ փաստորեն ուժերի մասնակցություն է ունեցել, հա, Կոսովո, Աֆղանստան, եւ բնականաբար այսօր մենք կարող ենք ասել, որ երևի թե կարիք կա նոր մակարդակի հասցնելու այդ հարաբերությունները, ինչու, որովհետև այնուամենայնիվ բոլորս էլ հասկանում ենք, որ լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, լինելով Ռուսաստանի դաշնակից, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները ունենալու են որոշակի սահմանագիծ, որից դու չես կարող երբևէ անցնել, այո, որոշակի առաստաղ։ Եվ այսօր մենք փաստացի, քանի որ սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում եւ ամեն ինչ խոսում է այն մասին, որ այդ սառեցվածությունը երբեք չի ապասառեցվելու եւ հակառակը հավանականությունը մեծ է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից եւ բնականաբար այն հանգամանքը, որ մենք օրենսդրորեն ամրագրել ենք Եվրամիության անդամ դառնալու, ասենք, հա, այդ մեր ցանկությունը, որ գնում ենք այդ ճանապարհով եւ այլն։ Եվ ընդհանուր առմամբ հայ-ռուսական հարաբերությունները այսօրվա դրությամբ եւ կարելի է կանխատեսել նաեւ որ ապագայում այդ հարաբերությունները ըստ էության շարունակվելու են այն տրամաբանության շրջանակներում, որը որ ձևավորվել է վերջի շրջանում, երբ Հայաստանը չի ցանկանում որևէ կերպով չի, այսպես ասած, հարվածում Ռուսաստանին, բայց մյուս կողմից էլ հաշվի առնելով Ռուսաստանի գործողությունները վերջի շրջանում, Հայաստանը ըստ էության իր անվտանգությունը ապահովելու ուղղված գործողությունները իրականացնում է արդեն այլ ձևաչափերում, այլ պետությունների հետ, այլ կառույցների հետ եւ այլն եւ այլն։ Եվ կարծում եմ, որ այս ամեն ինչը ստեղծում է նոր հնարավորություն խորացնելու Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները։ Իդեպ ասեմ, որ ՆԱՏՕ-ն իհարկե ինքը ռազմական դաշինք է, բայց նաև գիտենք, որ օրինակ մեծ ուշադրություն է դարձվում քաղաքական բարեփոխումներին, դեմոկրատիզացիային, հա, այսինքն նաև այդ կազմակերպությունը հիմնված է որոշակի արժեքային համակարգի վրա այնուամենայնիվ։ Եվ մենք կարող ենք բնականաբար հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր Հայաստանը իհարկե բազմաթիվ խնդիրներով հանդերձ, բայց այնուամենայնիվ ուղղությունը դեպի ժողովրդավարությունն է, այդ ճանապարհն է ընտրված, եւ դա էլի ստեղծում է նոր հնարավորություններ ՆԱՏՕ-ի հետ այդ բաղադրիչներով էլ ունենալ ավելի խորքային հարաբերություններ։ Այստեղ իհարկե մի շարք հարցեր են առաջանում։ Տեսեք, այնուամենայնիվ մենք կարծում եմ, որ պետք է իհարկե հաշվի առնելով այն աշխարհագրությունը, որ մենք ունենք, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, հաշվի առնելով միջազգային հարաբերությունների այս կամ այն ձևաչափը, որը կա, հա, եւ ընդհանուր առմամբ բնույթը միջազգային հարաբերությունների վերջի շրջանում, պետք է բնականաբար որոշում կայացնենք
Թե մենք ընդհանրապես իսկ կարող է նաև պետք է ձգտենք ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, թե ոչ։ Այստեղ իհարկե մի շարք բաներ կան, այսպես ասած, ձևաչափեր կան, բնականաբար անպայման չէ, որ դու եթե ուզում ես ասենք, հա, ՆԱՏՕ-ի հետ շատ լավ հարաբերություններ ունենաս, ձգտես նրան, որ հենց անդամ դառնաս, կարող ես հիանալի հարաբերություններ ունենալ ՆԱՏՕ-ի հետ, ավելին։ Կարող ես ըստ էության ՆԱՏՕ-ի ստանդարտներով քո բանակը օրինակ արդիականացնես, մասնակցես, չգիտեմ, ՆԱՏՕ-ի տարբեր, այսպես ծրագրերին, պրոյեկտներին եւ այլն, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ ունենաս հիանալի խորքային ռազմատեխնիկական, ռազմավարական հարաբերություններ, բայց չլինես ՆԱՏՕ-ի անդամ, օրինակ, վառ վկայությունը դրա Ֆինլանդիան էր մինչև վերջերս, երբ որ դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ Հիմա Հարավային Կորեա, Ճապոնիա, Իսրայել, այո։ Եվ այստեղ տեսեք, հիմնական գրավիչ բանը, հա, կարծում եմ, մեզ համար անդամ դառնալու այն կարող է լինել, որ այնուամենայնիվ այդ հայտնի 5-րդ կետը, հա, որի համաձայն, եթե հարձակում են իրականացվում ՆԱՏՕ-ի անդամ որևէ պետության նկատմամբ, դա նշանակում է, որ հարձակում է իրականացվել ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունների ուրեմն վրա եւ բոլոր պետությունները պետք է աջակցեն քեզ։ Սա շատ լուրջ իհարկե բան է, հա, գործոն է, շատ լուրջ, այսպես դրթող ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն դրթող գործոն է, բայց մյուս կողմից էլ նաև այսօր տեսնում ենք, որ կան հնարավորություններ, կա դիսկուրս, որ այդ առանձին կետը կարող է օրինակ որոշ դեպքերում կիրառվել որոշ պետությունների պարագայում առանց ՆԱՏՕ-ի անդամ դառնալու։ Լիցուկ Ուկրաինայի кейսը հիմա դրա մասին է խոսվում, հա, երբ որ այո կա առաջարկ ՆԱՏՕ-ի այդ առանց ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու Ուկրաինային, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի խոսքով Ռուսաստանը կտրուկ դրան դեմ է եւ այլն, դա նոր կոնֆլիկտ կարող առաջացնի, բայց այնուամենայնիվ պետություններին ես կարծում եմ, որ չի խանգարում, չէ, այսինքն այն, որ իրանք ասեն լավ, մենք տալիս ենք քեզ այդ անվտանգությունը, ըստ էության, հա, այդ անվտանգության երաշխիքը։ Հիմա իհարկե լավ կլիներ, որ Հայաստանը ունենար նման երաշխիք, բայց նույնիսկ այն հանգամանքը, որ միգուցե, չգիտեմ, մեր кейսը առանձին է եւ դժվար թե Հայաստանին ցանկանան այդ նույն երաշխիքները տալ, ինչ որ Ուկրաինային են տալիս, ասելով, որ դե դուք նույն էգզիստենցիալ չգիտեմ, վտանգների արժև կանգնած չեք այլևս, Ռուսաստանը ձեզ համար դուք սահմանակից չեք Ռուսաստանի, որ մտածեք, որ Ռուսաստանը ձեր վրա պետք է հարձակվի, ինչպես Ուկրաինան է հարձակվել, իսկ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ էլ բարելավում եք հարաբերությունները, մի խոսքով, ինչին է դա ձեզ պետք եւ ընդհանուր առմամբ կարող է այնուամենայնիվ մեր պարագայում այդ ամեն ինչը չաշխատել կամ այդ խոսակցությունները չբացվել, բայց կարծում եմ մենք այնուամենայնիվ պետք է խոսենք սրա մասին։ Խոսենք, առաջարկենք, հասկանանք հնարավորությունները եւ այնուամենայնիվ իմ համար կարծում եմ ամենակարևորը այս ամեն ինչում այն է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան բանակ ունենա, պաշտպանական համակարգ ունենա, ընդհանուր առմամբ, այսինքն այդ ռազմաքաղաքական համակարգը հիմնված լինի ՆԱՏՕ-ի ստանդարտների վրա։ Այսինքն եւ ՆԱՏՕ-ն մեզ դիտարկի որպես վստահելի գործընկեր, ՆԱՏՕ-ի անդամ որևէ պետություն մեր նկատմամբ որևէ այսպես դեստրուկտիվ բան չիրականացնի, այլևս, հա, այն, որ մենք այսօր գտնվում ենք հարաբերությունների կարգավորման փուլում Թուրքիայի, Ադրբեջանի եւ բնականաբար Թուրքիայի հետ, խոսում է այն մասին, որ այս առումով այո, շատ մեծ հնարավորություններ են բացվում Հայաստանի առջև։ Շատ լավ, շնորհակալություն։ Համեցեք պարոն Առաքելյան։ Շնորհակալություն։ Իհարկե գործընկերս շատ բաներ նշեց,
Իհարկե գիտենք, որ Հայաստանը բավականին երկար ժամանակ հարաբերություններ ունի տարբեր ֆորմատներով ՆԱՏՕ-ի հետ, նույնիսկ նախորդ ռեժիմների ժամանակ, բայց ես դա կհամարեմ թույլ տրված հարաբերություններ, այսինքն կոնկրետ աշխարհակաղակական կենտրոնի կողմից գծված էր կոնկրետ շրջանակներ եւ կոպիտ ասած Հայաստանը այդ շրջանակից դուրս ոտքը չպետքա դներ։ Այդ շրջանակներում այո Հայաստանը հարաբերվել է եւ եվրոպական կառույցների եւ եվրոատլանտյան, անվտանգային այդ համակարգի հետ եւ այստեղ փաստացի մենք գիտենք, անհատական գործընկերության ծրագիրը, գործընկերս նշեց նաեւ ԽԱՊԱ գործընկերությունը, կրթական, ռազմական կրթության ոլորտի ծրագրեր կային, որոնք իրականացվում էին, բայց ժամանակները փոխվել են եւ բնականաբար մենք նոր հայացքով պետք է նայենք այդ հարաբերություններին եւ այստեղ ես կարծում եմ թերևս ամենակարևոր խնդիրը մենք մեր ներսում պետք է որոշենք, թե մենք անվտանգային ինչ համակարգ պետք է ունենանք, Հայաստանը անվտանգային կամ եվրոատլանտյան այդ անվտանգային համակարգում Հայաստանը իրեն որտեղ է տեսնում, ինչ մակարդակով է տեսնում, սա առաջին խնդիրը, հաջորդ խնդիրը մենք պետքա ֆոկուսվենք այն հանգամանքի վրա, թե մենք ինչ ՆԱՏՕ ենք պատկերացնում, քանի որ մենք գիտենք, որ այսօր ՆԱՏՕ-ն ինքը տրանսֆորմացվում է, պայմանավորված հայտնի խնդիրներով, գործընթացներով, մենք ունեինք Ամերիկա կենտրոն ՆԱՏՕ եւ այսօր կարծեք թե այդ շեշտադրումները փոխվում են եւ Միացյալ Նահանգները եվրոպական գործընկերներին ասում է, որ գիտեք, դուք պետքա հոգաք ձեր առնվազն անվտանգության ծախսերը, չհաշված, որ կան խոսակցությունները, որ Միացյալ Նահանգները փորձում են նաեւ որոշակի զորքեր դուրս բերի Եվրոպայից։ Սա նշանակում է, որ մենք դրան գումարած, որ Եվրոպան առանձին պլաներ ունի, այլևս բյուջեով հաստատված, որ ստեղծվելու է գիտենք եվրոպական ընտրություններից հետո անմիջապես, երբ որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ընտրվում էր, խորհրդարանում հայտարարեց, որ Եվրոպան պետք է դառնա նաև անվտանգային միավոր, բացի քաղաքական եւ տնտեսական միավոր լինելուց։ Դրա մասին նախկինում գաղափարը, եթե չեմ սխալվում, գալիս է նաև Ֆրանսիայի նախագահից Մակրոնից, եւ այսօր մենք տեսնում ենք եվրոատլանտյան այդ անվտանգային համակարգի լուրջ տրանսֆորմացիաներ, որտեղ պետքա Հայաստանը որոշում կայացնի եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում որպես մեկ ընդհանուր կառույցի եւ որպես առանձին եվրոպական անվտանգության համատեքստում ես կարծում եմ, որ մեր շեշտադրումը, եթե նախկինում հետեւյալն էր եվրոատլանտյան անվտանգության համակարգ, հիմա մեր շեշտադրումը պետքա լինի եվրոպական եւ ատլանտյան անվտանգային համակարգ, քանի որ Միացյալ Նահանգները ըստ էության փաստացի նաեւ որոշակի առանձին անվտանգային համակարգ է եւ օրինակ եթե այսօր Ռուսաստանին ջղաձգում է Ուկրաինա-ՆԱՏՕ հարաբերությունները կամ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, կարծեք թե Ռուսաստանը որոշակի լոյալություն ունի, երբ որ Միացյալ Նահանգները որոշակի անվտանգային երաշխիքներ է տալիս ուրեմն Ուկրաինայի եւ հաշվի առնելով նաեւ մեր տարածաշրջանը, մենք պետք է այս երեք կոմպոնենտներում փորձենք հասկանանք, թե որտեղ է մեր տեղը եւ դերը եւ որն է ավելի շատ ապահովելու մեր անվտանգությունը եւ օրինակ իմ կարծիքով եվրոպական նոր այդ տենդենսները անվտանգային նոր համակարգ ձևավորելու սա շատ ավելի նույնիսկ հետաքրքիր կարող է լինել Հայաստանի համար, չբացառելով իհարկե հերանեկարում ՆԱՏՕ-ին անդամակցելու ուրեմն վերջնարդյունքը եւ այստեղ թերևս ամենակարևոր հանգամանքը ես կարծում եմ Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն են եւ Հայաստանի եվրոպական ինտեգրացիան է, քանի որ եթե մենք խնդիր ենք դնում վերջնարդյունքում անդամակցել Եվրոպական միությանը, դա իր հերթին արդեն իսկ նշանակում է որոշակի եվրոատլանտյան անվտանգային հովանոց, չհաշված եվրոպական բուն, եվրոպական անվտանգային հովանոց եւ ուստի այստեղ գործընթացները բազմաշերտ են եւ Հայաստանը այստեղ ուրեմն
որոշակի լուրջ վերլուծությունների, լուրջ հաշվարկների խնդիր ունի։ Իհարկե մենք չենք բացառում ՆԱՏՕ-ի անդամակցությունը եւ շատ կարեւոր է նաեւ կարծում եմ առաջիկայում թե վերլուծական դաշտի համար, թե քաղաքական դաշտի համար ուշադրություն դարձնել նաեւ ՆԱՏՕ-ի տրանսֆորմացիաներին։ Սա շատ կարեւոր հանգամանք է, քանի որ սա ըստ էության հետ սառը պատերազմյան միակ ինստիտուցիոնալ, գլոբալ անվտանգային եւ քաղաքական կառույցն է, որը բնականաբար ազդեցություն է ունենալու գլոբալ առումով, եւ այստեղ այնպես չստացվի, որ մեր շատ ցանկությունները բախվեն իրականության հետ եւ մենք շատ ցանկանանք անդամակցել ՆԱՏՕ-ին եւ արդյունքում շատ ավելի սուր հակասություններ մեջ գտնվենք մեր որոշ հարևանների հետ։ Բայց կրկնում եմ, այո, մեր հեռանկարը պետքա լինի Եվրոպական միությանը անդամակցելը եւ եվրոպական եւ ատլանտյան անվտանգային համակարգերին ինտեգրվելը։ Թե դա ինչ մակարդակով կլինի, ինչ աստիճանի կլինի, դա ցույց կտա ժամանակը, նաեւ մեր ցանկությունները եւ ջանքերը։ Շնորհակալ եմ հարգելի գործընկերներ։ Մի բան եմ ուզում ավելացնել։ Ինձ թվում է այս խոսակցության մեջ երևի թե մեզ համար առնվազն ամենակարևոր բաղադրիչը պետք է լինի, թե մենք ինչ ենք ուզում ՆԱՏՕ-ից։ Այսինքն այ ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն, ՆԱՏՕ-ի հետ ինտեգրացիա, բայց մեր համար այդ process-ի մեջ ոնց որ ասած, մեր շահը ո՞րն է։ Մեր շահը ամենաառաջինը բնականաբար դա զինված ուժերի մոդեռնիզացիան է։ Գիտեք, վերջին տարիների կոնֆլիկտները եւ մեր կոնֆլիկտը Ադրբեջանի հետ եւ Ուկրաինայում ընթացող կոնֆլիկտը դրանք բոլորը ցույց են տալիս, որ անքննելի է այլևս, որ ՆԱՏՕ-ի ուրեմն ստանդարտներով, ոճով աշխատող բանակները զինված ուժերը ունեն հսկայական մարտավարական եւ ռազմավարական առավելություն։ Սա ուղղակի անվիճելի է։ Մենք ոնց որ ասած մարտի դաշտում դա տեսել ենք սեփական ուժերով, սեփական ուրեմն աչքերով, երբ որ ընդամենը մի քանի տարի ՆԱՏՕ-ի, ավելի ճիշտ ՆԱՏՕ-ի մի պետության հետ համագործակցած մեր հակառակորդը բավականին լուրջ առավելությունների էր հասնում։ Երկրորդը դա լավ կառավարումն է, լավ թափանցիկ կառավարումն է, որովհետեւ որ մենք տեսնում ենք, որ նորից անհամեմատելի է պարզապես ՆԱՏՕ-ի ստանդարտներով կառավարվող զինված ուժերում կառավարման որակը, դրա թափանցիկությունը եւ կոռումպացվածության մակարդակը, երբ որ դա համեմատում ես Ռուսաստանի հետ, ու սա երևի թե լավագույն օրինակը ռուս-ուկրաինական պատերազմն է, երբ որ Ռուսաստանում թղթի վրա կան ահռելի ուրեմն ներուժ, ռեսուրսներ, կարողություններ, բայց երբ որ բանը հասնում է մարտի դաշտին, պարզվում է, որ դրա մի զգալի մասը կերել են, թալանել են, գրփել են եւ որպես արդյունք անգամներով ռուսական կողմին զիջող ամեն ինչում զիջող ուկրաինական կողմը, որը ըստ էության ՆԱՏՕ-ի ռեֆերենդումները սրած ընդհանրապես 14 թվականին արդեն 3 տարի է կարողանում է դիմադրել, ինչը եւս մեկ անգամ լավագույն ուրեմն ցուցիչն է ասացից։ Երրորդ էլեմենտը դա մեզ համար վտանգների կառավարելիությունն է։ ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը նաև ինչ որ չափով նշանակում է ճիշտ վարվելու, ճիշտ կառավարելու դեպքում բնականաբար նաև անվտանգային ռիսկերի կառավարելիություն։ Հիմա այս ամեն ինչից ես ունեմ որոշ հարցեր, որոնք ուզում եմ դուրս բերել։ Առաջինը Պարոն Արաքելյան, ես ուզում տամ հարցը։ Տեսեք, վերջին տարիներին մեր տարածաշրջանում տեղի ունեն որոշակի գործընթացներ։ Հայ-թուրքական կարգավորում, հայ-ադրբեջանական կարգավորում, այ ինչպես է դա ազդում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների կոնյունկտուրայի վրա, դրական, բացասական, ըստ բովանդակության։ Իհարկե գլոբալ առումով դրական, երբ որ ասում ենք հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում, դա իրենից ենթադրվում է նաև գործընթացներ, որոնք դրանից հետո էլի տեղի են ունենալու։ Օրինակ, եթե կարգավորում են Հայաստան Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, այլևս օրինակ 102-րդ ռազմաբազայի նշանակությունը մեր տարածաշրջանում, չնայած նախկինում էլ չափազանցված էր այդ նշանակությունը, բայց այնուամենայնիվ այլևս ակնհայտ է դառնում, որ այդ ռազմաբազան ապրիորի ինչ որ մի պահի պետք է դուրս գա Հայաստանից, կամ Հայաստանը այլևս պետք է դադարի լինել ՀԱՊԿ-ի անդամ, սա նշանակում է, որ Հայաստանի համար հնարավորություններ են բացվում, այսինքն խոչընդոտները, որոնք կային նախկինում եւ լուրջ խոչընդոտներ, լուրջ հարաբերություններ հաստատելու ՆԱՏՕ-ի հետ ըստ էության վերանում են, առնվազն ռազմական առումով, իսկ դա իր հետևից բերելու է նաեւ քաղաքական, ուրեմն հարաբերությունների շատ ավելի խորացումը։ Դրան գումարած Հայաստանը, երբ իհարկե ասում ենք ՆԱՏՕ, դա արևմտյան քաղաքակրթության արգասիքն է կամ այդ քաղաքակրթության վահանը, որը պաշտպանում է այդ քաղաքակրթությունը, եւ եթե մենք որոշում ենք կայացրել, որ մենք
այդ արևմտյան քաղաքակրթության ժողովրդավարական զարգացած երկրների ընտանիքի անդամ ենք դառնում, սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն որպես այդ ընտանիքի ծնունդ, հա, ինստիտուցիոնալ կառույց անվտանգային, մեզ բնականաբար այսպես ասենք դիտելու են այլ աչքերով, մեզ դիտելու են որպես առնվազն գործընկերներ եւ ոչ թե հակառակորդներ, որքան էր որ մենք լինելով ՀԱՊԿ-ի անդամ հայտարարում ենք, որ մենք եվրոպական քաղաքակրթության անդամ ենք եւ ձգտում ենք դեպի Եվրոպա, իսկ գործնականում անում ենք այլ քայլեր, սկսած տնտեսությունից վերջացրած անվտանգային մեր ինտեգրացիայով։ Սա է կարծում եմ ամենամեխային ուրեմն գործընթացը կամ խնդիրը, երբ որ մենք կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, դրանից հետո բխում են ուրեմն գործընթացներ, իսկ այդ գործընթացները տանում են ուրեմն ռուսական դերի նվազեցումը տարածաշրջանում, ինչը իր հերթին բերելու է նաև ՆԱՏՕ-ի միգուցե ավելի ակտիվացում, ոչ թե անմիջական, այլ ՆԱՏՕ-ի անդամ երկրներով, տվյալ դեպքում Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, այլ երկրներ, նաև Թուրքիա բնականաբար, եւ սա Հայաստանի համար բացելու է հերանեկարներ, ուրեմն ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները շատ ավելի զարգացնելու թե ռազմատեխնիկական առումով, թե կրթական առումով, որը ես համարում եմ ոչ պակաս կարևոր։ Պարոն Վարդանյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ Հայաստանի եվրոատլանտիկ ինտեգրացիոն գործընթացները, այսինքն ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունների զարգացումը ունեն որոշակի առաստաղ, եւ դա մեր անդամակցությունն է հապկում, սա շու քննարկելու բան չի։ Սա իրավական ճշմարտություն է, որ չի կարող մարդ լինել օրինակ ՀԱՊԿ անդամ, բայց ինչ որ մակարդակից ավել հարաբերություն ունենալ ՆԱՏՕ-ի հետ։ Սրան զուգահեռ չեք կարծում, որ այդ հարաբերությունները ունեն նաև քաղաքական առաստաղ, եւ այդ քաղաքական առաստաղը հայ-ադրբեջանական հայ-թուրքական կոնֆլիկտն է։ Այսինքն մենք արդյոք կհամաձայնվեք իմ ընդմանը, որ մենք պետք է ֆիքսենք, որ այ իրական ինտեգրացիան թե եվրոատլանտյան եւ թե եվրոպական ուղղությամբ Հայաստանի համար հնարավոր է մենակ մեկ դեպքում, եթե մենք հաջողացնենք հասնել կարգավորումների Թուրքիայի ու Ադրբեջանի։ Չէ, ուղղակի դա շատ ակնհայտ բան է իմ կարծիքով։ Կներեք, բայց Հայաստանում կան քաղաքական ուժեր, բաներ, որոնք ասում են այդպես չի, մենք ԵՄ անդամ կդառնանք սենց։ Հիմա դե բազմիցս գիտենք, նախ կա որոշակի տրամաբանություն։ Ակնհայտ է էլի սա, ուրեմն հնարավոր չի այդ կոնֆլիկտով դու գնաս եւ մտնես ՆԱՏՕ, հա, խորացնես ավելի քո հարաբերությունները, այսինքն այո, այդ առաստաղը կա, միևնույն է։ Եվ հայ-թուրքական սահմանը դա նաև Հայաստան-ՆԱՏՕ սահմանն է։ Բնականաբար, այո։ Դա էլ շատ կարևոր է, որը փակ է։ Որը փակ է։ Այո։ Ու փակ ՆԱՏՕ-ի հետ, այսինքն փակ սահմանով դու ոնց ես կարողանալու ՆԱՏՕ-ի հետ խորքային հարաբերություններ ունենալ։ Մենք այսպես ասենք, մենք դեռ չենք եկել։ Եվ հա, մի բան էլ, որ տեսեք, նաև այդ կոնֆլիկտ ունենալու հանգամանքը եւ միջազգային տարբեր կազմակերպություններին ինտեգրվելու համար այդ հանգամանքի խոչընդոտը տարբեր кейսերում մենք գիտենք, այսինքն սա միայն մեր кейսը չի, բազմաթիվ կան օրինակներ, հա, երբ որ ասել են, չէ, դուք օրինակ չեք կարող դառնալ այս կառույցի անդամ, չեք կարող, որովհետև դուք ունեք կոնֆլիկտ սրա հետ եւ կոնֆլիկտով դուք մտնում եք մի կառույց, այսինքն այդ կառույցում ինչ եք անելու, այդ կառույցը ոնց է արձագանքելու ձեզ, որ կողմին է պաշտպանելու, հա, այսինքն դուք մեզ ուզում եք մտցնել, այսինքն հիմնական գաղափարը հետեւյալն է, որ կոնֆլիկտ ունեցող պետությունները, եթե առանց կոնֆլիկտը լուծելու մտնեն որևէ այդպիսի ինտեգրացիոն կառույցի մեջ, լինի դա քաղաքական, թե ռազմաքաղաքական, թե տնտեսական նույնիսկ, նշանակում է, որ իրենք փաստորեն նաև մի հատ մեծ բեռ են ավելացնելու այդ կազմակերպության ուսերին եւ խոչընդոտներ են ստեղծելու այդ կազմակերպության նորմալ ուրեմն գործնեության համար։ Այո։ Պարոն Արաքելյան, երբ որ ձեր մուտքի խոսքում պարոն Վարդանյանն է դրա մասին խոսած, դուք խոսեցիք հերանեկարներից եւ այն հերանեկարներից, որոնք որ կուզեք տեսնել, մի էսպիսի հարց ունեմ, էլի այդ հերանեկարների հետ կապված։ Կհամաձայնվեք, որ հերանեկարները ժամանակի մեջ կարան տարբերվեն միմյանցից։ Այ օրինակի համար, եթե միջնաժամկետ կտրվածքում Հայաստանի համար մենք տեսնում ենք այ X ապագան, օրինակի համար ոչ բլոկային արտաքին քաղաքականությունը, որ մենք դուրս են գալիս հապկից, բայց միանգամից չեն գնում ՆԱՏՕ ինտեգրման ուղղությամբ, որտեղ դա տարածաշրջանում ալերգիաներ առաջացնում, որտեղ դա Ռուսաստանի մոտ ալերգիաներ առաջացնում եւ այլն, բայց այ միջնաժամկետ կտրվածքում մենք կարող ուզենք մի բան, երկարաժամկետ կտրվածքում կարող ուզենք բոլորովին այլ բան։ Ու դա ընդհանրապես բնական process է։
Այո, դա բնական process է, բնական ընթացք է, խոսվեց Ֆինլանդիայի մասին, Ֆինլանդիան երկար տարիներ այսպես չեզոք կարգավիճակ ունեցող պետություն էր, բայց իր անվտանգային սպառնալիքների որոշակի փուլում ինքը որոշում կայացրեց, որ իր անվտանգությունը շատ ավելի լավ կլինի կամ պաշտպանված կլինի, այլևս այդ կարգավիճակից դուրս գալով եւ դառնալով ՆԱՏՕ-ի անդամ։ Ինչպես նաև հասունացավ դրա քաղաքական կոնյունկտուրան, այո։ Եվ բնականաբար հաշվի առնելով ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ աշխարհում այսպես շատ ավելի արագ տեղի ունեցող process-ները, բնականաբար երկարաժամկետ կտրվածքով, այո, Հայաստանը կարող է որոշում կայացնել դառնալու ՆԱՏՕ-ի անդամ, առավել եւս եւ երբ ՆԱՏՕ-ն ըստ էության մեր անմիջական հարևանն է իր ռազմաքաղաքական բլոկով եւ կարծում եմ այստեղ մենք չպետք է միանշանակ հայտարարություններ եւ գնահատականներ տալ, այո, Հայաստանը հիմա խնդիր ունի դուրս գալու այն նախկին բուտաֆորիկ անվտանգային եւ տնտեսական համակարգերից, որը գոյություն ուներ, իսկ դա անելու համար Հայաստանը պետքա նաեւ որոշակի զգուշավորություն դրսևորի, դա կարող է դրսևորվել հետեւյալով, որ Հայաստանը այո կարող է հայտարարել, որ ինչ որ միջնաժամկետ հեռանկարում ինքը այսպես ոչ բլոկային պետություն է կամ ընդհանրապես դրա մասին չհայտարարել եւ նաեւ չհայտարարել, որ ինքը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, բայց հեռանկարի առումով բնականաբար Հայաստանը չպետքա հեռանկարում նման հնարավորություններ ընձեռվելու դեպքում բաց թողնել այդ հնարավորությունները։ Այդ հնարավորություններին պատրաստ լինելու համար առնվազն այս պայմանավորության տարբերություն կլինի հենց ոչ բլոկային է երևի թե, որովհետև մի բան է, որ դու հապկի անդամ ես եւ կա նման հնարավորություն եւ բոլորովին այլ բան է, որ դու չունես որևէ մեկի արժե որևէ պարտավորություն, որևէ բլոկային կառույցի անդամ չես եւ ստեղծվել է այդ հնարավորությունը։ Մենք պետք է հասկանանք, որ դրան հասնելու համար Հայաստանը պետք է լուրջ բարեփոխումների գնա, որքան մենք խոսում ենք բարեփոխումների մասին, բայց պետք է նաեւ ֆիքսենք, որ այսօր բարեփոխումների առումով որոշակի այսպես դանդաղումներ կան, կա այսպիսի ուրեմն տերմինոլոգիա բարեփոխումներ առանց զարգացման, մենք չպետք է այդ շրջապտույտի մեջ գնանք, երբ որ ինստիտուցիոնալ թղթի վրա գրում ենք, որ բարեփոխել ենք, բայց իրականության մեջ բարեփոխումները որևէ արդյունք չեն տալիս եւ դա վերաբերում է բոլոր ոլորտներին, թե անվտանգային, թե տնտեսական, եւ հետեւաբար մենք պետք է նույնիսկ Եվրոպական միությանը անդամակցելու հարցում մենք ունենք բարեփոխումների լուրջ ճանապարհ, ելուր մնաց ռազմաքաղաքական միավորմանը միանալու եւ հետեւաբար մենք ունենք այսօր բավականին լավ հնարավորություններ օգտագործել եվրոպական եւ ՆԱՏՕ-ի ստանդարտները ներմուծել Հայաստան, բարեփոխել մեր սոցիալ-տնտեսական, անվտանգային, չգիտեմ, նույնիսկ, չգիտեմ, սոցիալ հոգեբանական մեր ուրեմն իրավիճակը եւ ինստիտուտները եւ դրա միայն արդյունքում մենք հնարավորություն կունենանք կամ կկարողանանք հավակնել դառնալու Եվրոպական միության կամ եվրոպական անվտանգային կառույցների անդամ եւ հետո նաեւ բնականաբար ՆԱՏՕ-ի անդամ։ Իդեպ այս խոսակցության մեջ դու գիտեք, որ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը ինչ որ առումով դուրս է մնացել քաղաքական գործընթացներից, կոնյունկտուրայից եւ ընդհանրապես ժամանակից երևի թե ինչքանով որ ես եմ հասկանում առաջիկա շրջանում մենք կտեսնենք այդտեղ որոշակի վերանայումներ եւ գուցե իմաստ ունի հենց առիով էլ օրինակի համար ֆիքսել, որ Հայաստանը իր համար որդեգրում է ոչ բլոկային արտաքին քաղաքականություն։ Ես հենց ուզում եի այս մտքին անդրադառնալ, օրինակ իմ կարծիքով կարճաժամկետ եւ միջնաժամկետ առումով Հայաստանի համար ամենալավ տարբերակը չեզոք պետություն լինելն է, ոչ բլոկային պետություն լինելն է։ Իսկ այդ երկուսն էլ տարբերվում են, այո, տարբերվում են, բայց երկուսն էլ կարծում եմ մեր համար շատ այսպես կարևոր կարող է լինել։ Եվ տեսեք, ինքը մի շարք առավելություններ է տալիս։ Այո, ինքը չի կաշկանդում քեզ նրանով, որ դու կապված ես ինչ-որ մի կառույցից եւ դու կարող ես զուգահեռ տարբեր կենտրոնների հետ, տարբեր ուղղություններով բավականին այսպես լավ աշխատանք տանել եւ ստանալ օգուտներ։ Ուղղել այդ ամեն ինչը վեբական դիմադրողականության բարձրացմանը, կայունության ամրապնդմանը, բարեփոխումների արդյունավետությանը, որտեղ սա է ամենակարևորը։ Դու շատ բաներ կարող ես հայտարարես, բայց եթե քո բարեփոխումները լավ մակարդակի չեն, լավ որակի չեն, բնականաբար այդ ամեն ինչի իմաստ չունի քո այդ հայտարարածները։ Այսինքն, այստեղ կարծում եմ, այո, ես տեսեք, Ֆինլանդիայի օրինակը որ բերեցի, նաև այդ օրինակին էլի կուզենայի անդրադառնալ։
Տեսեք ինչ ստացվեց։ Ֆինլանդիան, այսինքն ձեռնտու չէր ըստ էության, ի սկզբանե ասել, որ ես բռնում եմ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ուղին։ Ռուսաստանի սահման ունի, դա կարող է որոշակիորեն այսպես ինչ որ բացասական, հա, զարգացումներ առաջացնել, լարվածություն, ինչին է դա պետք։ Որևէ պետություն։ Ֆինլանդիայի ներողություն եմ խնդրում ամբողջ պատմությունը դրա մասին է, թե ինչպես խուսանավել, ինչպես հասցնել այն կետը, երբ որ ինքը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Բայց տեսեք հիմա ինքը այն աստիճանի բարեփոխումներ էր իրականացրել, այն մակարդակի էր իր պաշտպանական համակարգը, բանակը, կառավարումը, ռազմաքաղաքական համակարգը ընդհանուր առմամբ, ժողովրդավարության մակարդակը, տնտեսությունը եւ այլն հասցրել, որ մի վարքյանում, այսինքն հենց որ խնդիր առաջացավ, որը արդեն հանգեցնում է նրան, դրթում է պետությանը նրան, որ ավելի ճիշտ է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ պետություն, ինքը կարճ ժամանակահատվածում sense միանգամից դարձավ, որովհետև ինքը դրան պատրաստվել էր։ Ուրեմն, ինչու հայտարարել ընդհանրապես փոքր մանավանդ պետություններին, այո, աշխատանք անում ես, մակարդակը բարձր է լինում, յուրաքանչյուր պահի կարող ես ուրեմն, եթե խնդիր առաջանա, որ դու տեսնում ես դա էգզիստենցիալ խնդիր է եւ այլ կերպ դու այդ խնդիրը չես կարողանալ լուծել, քան ՆԱՏՕ-ի անդամ դառնալով, ուրեմն դու արդեն այդ պահին պատրաստ ես լինում ՆԱՏՕ-ի անդամ դառնալ եւ ՆԱՏՕ-ն քեզ դիտարկում է որպես այնպիսի պետություն, որը ամբողջությամբ պատրաստ է եւ մյուս կողմից ոչ միայն պատրաստ է, այլ նաեւ քո ներկայացվածությունը նպաստելու է հենց ՆԱՏՕ-ի զարգացմանը եւ ուժեղացմանը։ Դրա համար ես մտածում եմ, որ դա մեր որպես ուղենիշ, հա, այդ кейսը, ճանապարհը շատ լավն է եւ այո, կարող ենք արձանագրել ոչ բլոկային եւ նաեւ չեզոք պետություն, տեսեք նաեւ մեր այսօրվա քաղաքականությունը ըստ էության պետական քաղաքականությունը փաստացի դե ֆակտո չեզոք պետությանը հարիշ քաղաքականություն է իրականում։ Թեև մենք այո դերևս ֆորմալ առումով հիմա չգիտեմ, երբ որ այս հաղորդումը արդեն լույս կտեսնի, միգուցե նույնիսկ արդեն այլ իրողություններ կլինեն, բայց դերևս մենք ֆորմալ առումով հապկի անդամ ենք, չէ՞։ Եվ բայց քաղաքականությունը այնպես ենք վարում, կարծես չեզոք պետություն ենք իրականության մեջ, էլի։ Եվ կարողանում ենք տարբեր կենտրոնների հետ աշխատել։ Շատ քիչ պետություն կա, որ վարչապետը գնում է մայիսին Մոսկվա, հետո գնում է եվրոպական քաղաքական համայնքի նիստին, հետո գնում է Անկարա, հետո գնում է Թեհրան, հետո գնում է Վաշինգտոն, հետո առաջիկայում կգնա նաև Պեկին։ Այո։ Եվ նաև այդ դիսկուրսը, չէ, խաղաղության խաչմերուկ։ Այսինքն սա մենք պետք է կարծում եմ մի քանի, այսինքն իրար հակասող նույնիսկ չէ, պետությունների շահերը փորձում ենք մենք համատեղել, այնպես անել, որ նպաստենք նրան, որ տեղի ունենա համանում ենք դա առանց դա ինստիտուցիոնալ, առանց դա այսպես կոնցեպտուալիզացնելու կարող ես ասած։ Եվ որ Հայաստանից ոչ մի կենտրոնին, ոչ մի, այսպես ասած, դեստրուկտիվ իմպուլս, գործողություն, դիսկուրս չի դուրս գալու Հայաստանից։ Սա էլ է չեզոք պետության հարիր բան։ Մենք պետք է նաև փաստենք, որ այս քաղաքականությունը մեզ թույլ է տալիս իրականացնելու նաև այսօրվա միջազգային հարաբերությունների ու տարածաշրջանային հարաբերությունների կոնյունկտուրան, որը ձևավորվեց ըստ էության 22 թվականից հետո պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով, եւ Ֆինլանդիան շատ շեշտեցինք, այո, Ֆինլանդիան բավականին հետաքրքիր օրինակ է եւ ես կարծում եմ, որ Ֆինլանդիան շատ ավելի բարդ իրավիճակում է եղել, քան մենք, հա, եւ սովետա-ֆինական պատերազմից հետո ըստ էության, երբ ուսումնասիրում ենք այդ հարաբերությունները, հասկանում ենք, որ իրենք այդ ժամանակահատվածում հասկացան, որ սովետական միության հետ պետքա ուրեմն ստեղծեն մի միջավայր իրանց պետության ներսում, որը չգրգռի սովետական միությանը եւ վստահություն առաջացնի, որ Ֆինլանդիան այնուամենայնիվ հակասովետական քայլեր չի իրականացնելու եւ նրանք ըստ էության կարողացան հասնել դրան։ Կային այդ ժամանակահատվածում լոզունգներ, հա, այսպես ֆինլանդացում, հա, այսպես լոզունգներ կային, որը նշանակում էր հանձնվել կամ ասոցացվում էր հանձնվելու կամ կապիտուլյացիայի հետ, բայց Ֆինլանդիայի քաղաքական էլիտան կարողացավ այդ խնդիրը լուծել, պահպանել պետականությունը, պահպանել պետությունը եւ պետությունը հասնել այն կետին, որից հետո ինքը այլևս
ունի ազատ հնարավորություն որոշում կայացնել դառնալ որևէ բլոկի անդամ։ Ես կարծում եմ, որ այսօր այդ հարցը այդքան սրությամբ ոնց որ Ֆինլանդիայի ժամանակին դրված չի մեր առջև, բայց մենք ունենք մոտավորապես նմանատիպ ուրեմն խնդիրներ, դա պայմանավորված է եւ Ռուսաստանի գործոնով եւ ինչու ոչ նաեւ Իրանի գործոնով եւ այստեղ կարծում եմ այդ քաղաքականությունը հա բազմավեկտոր կուզենք անվանել ոչ բլոկային, կուզենք անվանել իհարկե նեյտրալ պետության կարգավիճակը մի փոքր այլ է, Ֆինլանդիան նեյտրալ պետություն չէր, ինքը ինչ որ առումով բլոկային եվրոպական միության, հա, անդամ էր, բայց ռազմաքաղաքական բլոկի անդամ չէր։ Տարբեր մոդելներ կան նաև, դա նշենք նեյտրալիտետի տարբեր մոդելներ։ Բայց քանի որ մենք նաև որտեղ գրել ենք եվրոպական միությանը անդամակցելու կուրսը, զուտ ռազմաքաղաքական առումով, ռազմական բլոկի առումով մենք կարող ենք մեզ թույլ տալ, որ այո, մեր պետությունը ինստիտուցիոնալ առումով պետքա լինի եվրոպական մոդելի պետություն, մեր բանակը ինստիտուցիոնալ առումով պետքա լինի, չգիտեմ, ՆԱՏՕ-ի ստանդարտներին կամ ամերիկյան կամ չգիտեմ ֆրանսիական ստանդարտների բանակ, բայց դրանով հանդերձ մենք առնվազն այս քաղաքական կամ պատմական ժամանակահատվածում եւ հեռանկարում ցանկություն չունենք անդամակցելու որևէ ռազմաքաղաքական բլոկին, դա կտա որոշակի իհարկե վստահություն մեր ուրեմն հարևանների հայտնի հարևանների մոտ, որ Հայաստանը այնուամենայնիվ մոտակա հեռանկարներում չի անի նման քայլեր, բայց միևնույն ժամանակ դա նաև մեզ հնարավորություն կտա զարգացնելու մեր ներքին պոտենցիալը թե տնտեսական, թե ռազմական առումով։ Ընդ որում գործընկեր երկիք մի բան ասենք, որ բոլոր օրինակները, որոնց մասին դուք խոսում եք, իրենք ունեին մեկ հակառակորդ իրենց ՆԱՏՕ ինտեգրացիային։ Մեր դեպքում մեր հակառակորդը մեկը չէ այդ ինտեգրացիային։ Դա Ռուսաստանն է, դա Իրանի Իսլամական Հանրապետությունն է, դա Ադրբեջանն է։ Մեր դեպքում մեկից ավելի խաղացողներ կան, ակտորներ կան մեր անմիջական հարաբերության մեջ շիտաբույցն ունենալքից նույն Ֆինլանդիայի, դա ինձ թվում է եւս մեկ կարևոր բաղադրիչ է։ Հարգելի գործընկերներ, մի հարցեր եմ ուզում բարձրացնել։ Տեսեք, մենք որպես հայ փորձագետներ այս ամեն ինչին վերաբերվում ենք Հայաստանի աչքերով, բայց ես ուզում եմ մենք նաեւ արտարծենք, թե այս ամեն ինչը ինչով կարող է հետաքրքիր լինել հենց ՆԱՏՕ-ի համար։ Այ Հայաստանի աշխարհակաղակական արժեքը ՆԱՏՕ-ի համար որն է, ինչու պետք է ՆԱՏՕ-ն հետաքրքրված լինի մեծ աշտանքը խորացնելով եւ ինչ-ինչ հարաբերությունների մեջ մտնելով։ Պարոն Վարդանյան, այս անգամ ձեզնից սկսենք։ Նախ կոմունիկացիաների առումով արևելք, արևմուտք, հարավ, հյուսիս, բայց դա ասելով նորից ուրեմն պետք է ֆիքսենք, որ մենք հետաքրքիր ենք մենակ այն դեպքում, եթե լինի կարգավորումներ։ Միանշանակ, այո։ Այո։ Այսինքն այս առումով Հայաստանը դիտարկվում է որպես ստաբիլությանը նպաստող մի սուբյեկտ, կապող տարբեր աշխարհամասերը, տարբեր պետություններին միմյանց հետ կապող սուբյեկտ, իսկ եթե ինքը կապում է, դա եւ նպաստում է նրան, որ փոխկապակցվածություն է տեղի ունենում այդ պետությունների միջև, եւ այդ փոխկապակցվածությունը նույնպես նպաստում է ստաբիլությանը, խաղաղությանը եւ վտանգներ, լրացուցիչ վտանգներ առնվազն չի ստեղծում ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար, ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի համար եւ հակառակը։ Ստեղծում է այնպիսի պայմաններ, որոնք ՆԱՏՕ-ին բավարարում են, որոնք ՆԱՏՕ-ի համար այսպես ցանկալի են, որտեղ հասկանալի է, չէ՞, որ յուրաքանչյուր ռազմաքաղաքական միավոր առաջի հերթին մտածում այն մասին, որ իր համար հնարավորինս քիչ ռիսկեր լինեն։ Հնարավորինս քիչ սպառնալիքներ լինեն։ Եվ բնականաբար սա նպաստելու է դրան։ Ու մի բան էլ տեսեք, ՆԱՏՕ-ի համար նաև սա շատ կարևոր է, եւ Հայաստանը կարևորվում է, Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը կարևորում է, որովհետեւ գիտեք ինչ, այս պարագայում այսօրվա դրությամբ առնվազն Հայաստանը երկիր է, որը եվրոպական ինտեգրացիա է վերցրել որպես ուղղություն։ Միակ երկիրն է, միակ տարածաշրջանում միակ նման երկիրն է։ Եվ այս պարագայում բնական, այսինքն դաշնակից է դառնում, հա, ՆԱՏՕ-ն, որը եվրոատլանտյան կառույց է, բնականաբար պետություն, որը այս տարածաշրջանում միակն է, որ այդ ուղղությունն է վերցրել։ Եվ իսկապես էլի նաև օբյեկտիվ, ասենք, հա, չափանիշներով եթե մենք վերցնենք, հիմա այստեղ էլի կարող եք ասել, որ շատերը կարող են չհամաձայնվել, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ սա երկիր է, որտեղ դեմոկրատական առնվազն նվազագույն սկզբունքները պահպանվում են, հա, խոսքի ազատություն, չկեղծված ընտրություններ, չէ՞։ Եվ գիտեք, այս ամեն ինչը
հանգեցնում է նրան, որ ՆԱՏՕ-ն ասում է, բա չէ, ինքը եթե մանավանդ լուծվում է այդ խնդիրը, այսինքն հարաբերությունները բարելավում են Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, դառնում է փաստորեն մի շատ կարևոր այս առումով նաև դաշնակից ՆԱՏՕ-ին, գաղափարակից նաև կարելի ասել, որովհետև որքան էլ որ մենք այո ասենք, որ դե ռեալպոլիտիկ, դե շահեր, արժեքները կապ չունեն, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ արժեքները լավ էլ կապ ունեն։ Այլ բան, որ այո, զուգահեռ են, հա, այսինքն շահերը, տնտեսական եւ այլ շահերը եւ այդ արժեքները իրար զուգահեռ են լինում եւ այո ցավոք սրտի շատ հաճախ նաեւ այդ տնտեսական շահերը միգուցե եւ գերակայում են արժեքներից, բայց միևնույն է այդ արժեքները կան վերջի այսօր Եվրամիությունը ինքը արժեքների հիման վրա է ոչ միայն ուղղակի զուտ տնտեսական շահերի եւ երբ որ տեսնում են որ կա այստեղ պետություն որ գնում է դեպի դրան բնականաբար իրենց համար դա ողջունելի է իրենց համար դա անվտանգության լրացուցիչ էլի երաշխիք է այո բաղադրիչ է Այստեղ ինքը իրականում շատ խորքային եւ կարեւոր ու բարդ հարց է, քանի որ մենք պետքա հասկանանք, թե օրինակ առաջիկա տասնամյակներին որոնք են լինելու ՆԱՏՕ-ի խնդիրները։ Իհարկե արժեքները կարեւոր են, ժողովրդավարությունը կարեւոր է, բայց այսօր նաեւ ՆԱՏՕ-ի անդամ համար առաջին երկիրը հայտարարում է կամ գոնե չի հայտարարում կամ հասկանում ենք, որ իր համար ըստ էության օրինակ ավտորիտար կամ բռնապետ Ալիևը եւ դեմոկրատ Փաշինյանը ըստ էության հավասար հարթության վրա են եւ սա ըստ էության նաեւ որոշակի շոկային իրավիճակներ է ստեղծում ՆԱՏՕ-ի ներսում եւ հաշվի առնելով որ առաջիկայում էլ մենք կարող է նման հանգամանքների հանդիպենք ուստի այստեղ շատ կարեւոր է որպեսզի մենք այսօր գոնե առնվազն փորձագիտական հանրույթը հասկանա թե ՆԱՏՕ-ն իրենից ինչ է ներկայացնելու կամ մեծ առումով ինչ է ցանկանալու լուծել ՆԱՏՕ-ն կամ ինչպես է դիրքավորվելու ՆԱՏՕ-ն այս տարածաշրջանում ՆԱՏՕ-ն դիրքավորվելու է որպես հակառուսական կամ Ռուսաստանին հիմնականում զսպող կառույց, թե ՆԱՏՕ-ն դիրքավորվելու է Չինաստանին զսպող կառույց, թե երկուսին միասին եւ այստեղ այդ պրիզմայով է ՆԱՏՕ-ն մեզ դիտարկելու իր շահերի տեսանկյունից արդյոք մենք պատրաստ ենք օրինակ դիրքավորվել որպես ՆԱՏՕ-ի շրջանակներում հակառուսական կամ Ռուսաստանին զսպող միավոր կամ Չինաստանի զսպող միավոր եւ ըստ այդմ պետքա մեր որոշումները կայացվեն, քանի որ դրանք առնվազն ունենալու են հետևանքներ։ Օրինակ, եթե մենք դիտարկում ենք այս ճանապարհը որպես ՆԱՏՕ-ի համար նաեւ ռազմական կոմունիկացիայի ճանապարհ, ապա որտեղ է երաշխիքները, որ օրինակ ՆԱՏՕ-Ռուսաստան կամ ՆԱՏՕ-Չինաստան, ՆԱՏՕ-Իրան հակամարտության դեպքում այդ կոմունիկացիաները չեն օրինակ լիկվիդացվի, ոչնչացվի, ռմբակոծվի եւ այլն։ Այսինքն այստեղ խնդիրը մենք պետքա հասկանանք, թե ինչ է դառնալու ՆԱՏՕ-ն, ինչ խնդիրներ է իր առջև դնելու մոտակա առնվազն մի քանի տասնամյակներում, ինչպես է լինելու Միացյալ Նահանգների, ինչպիսին է լինելու Միացյալ Նահանգների դերը հենց ՆԱՏՕ-ի ներսում, ինչ աշխարհակահաղական շահեր են դնելու, որ երկրներն են հատկապես կամ աշխարհակահաղական կենտրոններն են դառնալու ՆԱՏՕ-ի համար սպառնալիքներ եւ այլն, եւ միայն այդ իրույթում ես կարծում եմ մենք պետքա որոշումներ կայացնենք կամ հասկանանք թե ՆԱՏՕ-ի համար մենք որտեղ ենք հետաքրքիր կամ ինչ ռակուրսով ենք հետաքրքիր։ Բայց ձեր դիտարկումները ըստ էության ել ավելի են ամրապնդում մեր այն թեզերը, որ ավելի ճիշտ է առնվազն կարճաժամկետ, միջնաժամկետ առումով այդ չեզոքությունը պահպանելը, ոչ կայունությունը պահպանելը եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները դիտարկել որպես սեփական, այսպես, չգիտեմ, կայունությունը եւ այդ դիմադրողականությունը, հա, բարձրացնելու ուղղված բան, այլ ոչ թե ինչ որ մեկին հակադրվելու սա կարծում եմ իսկապես կարևոր բան է։ Դե առնվազն եթե նույնիսկ ՆԱՏՕ-ն էլ չի հակադրվում, Ռուսաստանը ակնհայտ հակադրվում է։ Այսօր մենք գիտենք խորհրդային միության փլուզումից հետո ճիշտ է ՆԱՏՕ-ն ընդլայնվել է, բայց ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո մենք հասկացանք, թե իրականում իրանից ինչ է ներկայացնում ՆԱՏՕ-ն առնվազն եվրոպական մասով, Ատլանտյան, հա, Միացյալ Նահանգների մասով մենք գիտենք ինչ է, եվրոպական մասով ըստ էության դա կառույց էր, որը նայում էր, այսպես ասենք, Միացյալ Նահանգների բերանը թե ինչ կասի եւ ինչ կանի եւ հետեւաբար մենք գիտենք որ այստեղ ոչ թե ՆԱՏՕ-ն է հա գիտենք նաեւ որ 90-ականների վերջերին կամ 2000-ականների սկզբներին
կար խոսակցություն, որ նույնիսկ ՆԱՏՕ-ում ցանկանում են Ռուսաստանին դարձնել անդամ, նման առաջարկներ եղել են եւ մենք գիտենք, որ փաստացի այստեղ ոչ թե ՆԱՏՕ-ն է հակադրվում կամ, չգիտեմ, իրեն հակառուսականության, ուրեմն բանով դիրքավորում, այլ հենց Ռուսաստանն է ՆԱՏՕ-ն դիտարկում որպես այդպիսի եւ հետեւաբար ՆԱՏՕ-ի անդամ Հայաստանին, Ռուսաստանը եւ Իրանը դիտարկելու են որպես ոչ միայն հակառակորդ, այլ թշնամի առնվազն գոնե այս պատմական ժամանակահատվածում։ Իհարկե ես համոզմունք ունեմ, որ ապագայում միգուցե եւ Ռուսաստանը եւ Իրանը քիչ այլ նույնի պետություն ոչ միայն ապագայում ես համոզմունք ունեմ, որ եթե կարգավորվեց հիմա հարաբերությունները կոնֆլիկտը դադարեցվեց, կարծում եմ այնուամենայնիվ Ռուսաստանում մնացել են մտածող մարդիկ եւ կհասկանան, որ իրենց փրկությունը էլի արևմուտքն է, իրենց փրկությունը Չինաստանից իհարկե, իրենց փրկությունը էլի Եվրոատլանտյան այդ համագործակցությունը, առանց որի իրենք չեն կարող ուրեմն հակազդել Չինաստանին, իսկ Չինաստանը իրենց ասած առաջ է գալիս շիրոկի մի շագամի։ Շնորհակալություն պարոն Այգ հրավեր ընդունելու եւ այս քննարկմանը մասնակցելու համար։ Հարգելի հեռուստատիտողներ, թեմաների շարքը, որոնց որ մենք անդրադարձանք, իմ կարծիքով վերաբերում են Հայաստանի, ինչպես պարոն Վարդանյանը նշեց, դիմադրունակության այլընտրանքներին, այն հնարավորություններին, որոնք որ Հայաստանը պետք է իր համար կառուցի լռելիային, առանց բարձր հայտարարությունների, կառուցի այն միտումով, որ ցանկացած պահի պատրաստ լինի կայացնել ռազմավարական նշանակության որոշումներ։ Այդ որոշումները չեն գալիս օդից, դրանք sense չեն իջնում մեկ վայրկյանում չեն լինում։ Դրանք լինում են տարիների աշխատանքների հետևանք, ինչպես որ այստեղ գործընկերների հետ քննարկեցինք Ֆինլանդիայի օրինակով։ Ֆինլանդիան տասնամյակներ շարունակ կառուցել էր իր համապարփակ պաշտպանության համակարգը, կառուցել էր իր տնտեսական մոդելը, կառուցել էր իր քաղաքական մոդելը, եւ այդ ամեն ինչը այն մակարդակի էր բերված, այն իրավիճակի էր բերված, որ երբ որ հասունացավ այն քաղաքական կամ կոնյունկտուրան, որը որ տեղի ունեցավ, որոշումները շատ արագ հնարավոր եղավ կայացնել։ Եվ երևի թե ամենակարևոր միտքը, որ մենք ուզում ենք դուրս բերենք այս շարքից, այն է, որ տնային աշխատանքը, դիմադրունակության ավելացումը, որոնց մասին մենք երևի թե արդեն տարիներ է ինչ խոսում ենք, հենց դրանք են այն հենքը, որի վրա հաջորդ փուլերում հնարավոր է լինում կայացնել ռազմավարական, քաղաքական որոշումներ ու երկիրը տանել այն ուղղությամբ, որ մեր հասարակությունը ուզում է տեսնել այս երկրի ապագան։ Լավ եղեք, կհանդիպենք յուրաքանչյուր կիրակի 19:00-ը։